Բարև ձեզ եւ բարի գալուստ update լրատվական։ Թարմացնենք օրվա լրահոսը միասին։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, որով Դավիթ Թադևոսյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը համաձայն սահմանադրության 150-րդ հոդվածի, ինչպես նաև կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքի 3-րդ հոդվածի առաջին եւ երկրորդ մասերի Դավիթ Թադևոսյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։ Նշված է հրամանագրում։ Նախագահի մյուս հրամանագրերով նախարարների պաշտոնակատարներ Դավիթ Խուդաթյանը, Սուրեն Պապիկյանը, Համբարձում Մաթևոսյանը, Արփինե Սարգսյանը, Ժաննա Անդրեասյանը, Արարատ Միրզոյանը, Սրփուհի Գալյանը, Անահիտ Ավանեսյանը, Արսեն Թորոսյանը, Գևորգ Պապոյանը, Վահե Հովանիսյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում։ Հայաստանի Հանրապետության նախագահը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի Մհեր Գրիգորյանը վերանշանակվել է փոխվարչապետի պաշտոնում։ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը համաձայն սահմանադրության 150-րդ հոդվածի, ինչպես նաև կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքի 3-րդ հոդվածի առաջին եւ երկրորդ մասերի Մհեր Գրիգորյանին նշանակել փոխվարչապետ, ասվում է հրամանագրում։ Մեկ այլ հրամանագրով Տիգրան Խաչատրյանը եւս վերանշանակվել է փոխվարչապետի պաշտոնում։ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը համաձայն սահմանադրության 150-րդ հոդվածի, ինչպես նաև կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքի 3-րդ հոդվածի առաջին եւ երկրորդ մասերի Տիգրան Խաչատրյանին նշանակել փոխվարչապետ, նշված է հրամանագրում։ Ազգային ժողովը օգոստոսի 3-ին շարունակել է 9-րդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը։ Նորընտիր ազգային ժողովի նիստում Հայաստան ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Ագնես Ախամոյանը խոսեց ընտրությունների մասին, նշելով, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը օրնի բում փորձում է բոլորին ապացուցել, թե ինքը դեմոկրատական է եւ երբեք ընտրությունները չի կեղծել։ Սիրելի հայրենակիցներ, ինչպես ասում են, 3 բանի անverջ կարելի է նայել։ Հոսող ջրին, վառվող կրակին, մեկ էլ թե ոնց է ԿՊ-ն օրեր շարունակ փորձում ապացուցել, որ ինքը ժողովրդավար է, որ ինքը ընտրություններ չի կեղծել։ 3 բանը հասավ այնտեղ, որ ԿՊ-ական պատգամավորը ասում է, ով որ ընտրություն է կեղծել, շան տղա է։ Ժողովուրդ ջան, սուս մնացեք։ Սուս մնացեք, ժողովուրդ ջան, դուք օրը ցերեկով 60,000 քաղաքացու ձայն գողացել եք։ Օրը ցերեկով եք գողացել։ Հա, քվյաթերթիկները չեք տարել, չգիտեմ, որտեղ պահել, չգիտեմ ինչեր չեք արել։ Պարոն Արայիկ Հարությունյան, շատ ուրախ եմ, որ այստեղ եք։ Ես վստահ եմ, որ մենք դեռ բազմաթիվ առիթներ ունենալու ենք տարատեսակ հարցերի շուրջ երկխոսություն ունենալու, շատ ուրախ եմ նրա համար։ Այո, դուք մեկ քլիկով գողացել եք 60,000 քաղաքացու ձայն, դուք մանդատագողեր եք, փորձեք առերեսվել այդ իրականության հետ, դուք ժողովրդավարության հետ կապ չունեք այլևս, դուք ժողովրդավարության հետ կապ ունեք այնքան, որքան ընդդիմության վրա հարձակվող կարմիր բերետավորները դիվանագիտական արվեստի։ Դուք այդքան կապ ունեք ժողովրդավարության հետ։ Դուք ինչ կապ ունեք ժողովրդավարության հետ։ Ինձ համար մեծ պատիվ է այսօր գտնվել Հայաստանի քաղաքական ամբողջ դաշտի ամենագլխավոր մասում, մեր ազգային ժողովի ամբիոնում։ Այս մասին ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանին ասել է Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ Ինձ համար մեծ պատիվ է այսօր գտնվել Հայաստանի քաղաքական ամբողջ դաշտի ամենագլխավոր մասում, մեր ազգային ժողովի ամբիոնում։ Մեր երկիրը վերջի 8 տարվա ընթացքում անցել է բավական բարդ ժամանակաշրջան։ Մենք տեսել ենք մի քանի պատերազմներ, տեսել ենք հասարակական լարվածություն եւ տեսել ենք նաեւ տնտեսական մեծ ստրեսեր։ Եվ այսօր, երբ մենք մեզ հարցնում ենք, ասում ենք, ինչն է այն մոտիվացիան, այն դրական կողմը, որ մեզ ստիպում է նայել առաջ դեպի մեր երազած ուժեղ Հայաստանը, մենք գտնում ենք այդ ուժեղ կողմը մի բանի մեջ։
Առաջին անգամ հազարամյա պատմության մեջ մեր վերջի գրեթե 700 տարվա մեջ հայերն են որոշում իրենց ապագան։ Սա շատ կարևոր բան է, այսինքն այստեղ Հայաստանի քաղաքական միտքն է, հայ ժողովրդի քաղաքական միտքն է։ Շատ ենք մենք ուսումնասիրել 1920 թվականի մեր առաջի անկախության փորձը եւ հանգել ենք մի եզրահանգման, որ եթե հայկական քաղաքական միտքը ճիշտ աշխատեր, անկախ կուսակցական դրսևորումներից մենք ունենայինք ավելի ուժեղ եւ ավելի այլ մասշտաբներով երկիր։ Ազգային ժողովի նիստում Հայաստան խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը ևս հանդես եկավ ելույթով, որի ընթացքում նաև նշեց, որ Հայաստան խմբակցությունը օգոստոսի 3-ին չի մասնակցի նորընտիր ազգային ժողովի նախագահի ընտրության հարցով փակ քվեարկությանը։ Սիրելի հայրենակիցներ, ամեն դեպքում մենք քննարկում ենք Ռուբեն Ռուբինյանի հարցը եւ ես ուզում եմ առիթից օգտվել եւ իմ գործընկեր Մեսրոպ Մանուկյանի հնչեցրած հարցադրումները շարունակել, մասնավորապես Ռուբեն Ռուբինյանի եղբոր հանգամանքով պայմանավորված։ Կարծես թե դուք դրան չեք էլ անդրադարձել, համենայն դեպս մինչև հիմա առիթ չեք ունեցել։ Սիրելի հայրենակիցներ, Ռուբեն Ռուբինյանի եղբայրը, ում ես բնականաբար չեմ ճանաչում, հավանաբար լավ էլ մասնագետ է, նշանակվել է Ամիո բանկի վարչության նախագահի առաջին տեղակալ բիզնես զարգացման գլխավոր տնօրեն։ Առաջին հայացքից ինչ մի խնդիր կա։ Մարդը Ռուբեն Ռուբինյանի եղբայրը նշանակվել է բանկում կարևոր պաշտոնի, ամբողջ հարցը այն է, որ Ամիո բանկի 25%-ը պատկանում է կառավարությանը։ Եվ այն բանից հետո, երբ կառավարությունը 25% մասնաբաժին է ձեռք բերում Ամիո բանկում, այդ պահից հետո է, որ Ռուբեն Ռուբինյանի եղբայրը նշանակվում է տվյալ բանկում բարձրաստիճան պաշտոնյա։ Ռուբեն Ռուբինյանի եղբայրը նաև հանդիսանում է Viva Armenia կառավարման մարմնի անդամ։ Էլի առաջին հայացքից ինչ խնդիր կա, որ հիմա Viva Armenia-ում տվյալ մարդը որոշակի պաշտոն է զբաղեցնում։ Ամբողջ խնդիրը այն է, որ Viva Armenia-ում կառավարությունը ունի 20% մասնաբաժին։ Եվ այն գործարքից հետո, երբ Viva MTS-ը վաճառվում է եւ Viva Armenia է դառնում եւ կառավարությունը այնտեղ 20% է ձեռք բերում, դրանից հետո Ռուբեն Ռուբինյանի եղբայրը Հարգարժան Լևոն Ռուբինյանը նշանակվում է այնտեղ պաշտոնի։ Սա ձեզ մոտ որևէ հարց չի առաջացնում, քաղաքական հովանավորչության խնդիր չեք տեսնում։ Մենք բոլորս այս օրերին դեռ իհարկե կանդրադառնանք, բայց կենտրոնացել ենք Հայկ Կոնջորյանի կնոջ հետ կապված հարցին, ով նշանակվել է Հայփոստում տնօրեն եւ բավականին բարձր աշխատավարձ է ստանում, ինչը նորմալ է, բա պետքա խոսենք։ Բայց նաեւ պարոն Ռուբինյան, դուք պետքա այս ամբիոնից ասեք, թե ոնց է ստացվել, որ ձեր եղբայրը նման աննախադեպ հաջողություններ է գնացում գրանցում այն կազմակերպություններում, որտեղ կառավարությունը որոշակի մասնաբաժին է ձեռք բերում։ Եվ շարունակելով ազգային ժողովի թեման։ Ազգային ժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ եզրափակիչ ելույթ ունեցավ քաղաքացիական պայմանագիր խմբակցության թեկնածու Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների կողմից հնչեցված անձնական եւ քաղաքական մեղադրանքներին։ Անդրադառնալով իր եղբոր Լևոն Ռուբինյանի բանկային գործունեությանը, թեկնածուն պարզաբանեց, որ եղբայրը համակարգում է արդեն 17 տարի եւ իր մասնագիտական կարիերան սկսել է դեռ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք։ Երբ որ պարոն Քոչարյանի հայրը նախագահ էր, պարոն Կարապետյանի հայրը ՀԿ խմբակցության ղեկավար էր, այդ ժամանակ էլ իմ եղբայրը բանկում էր աշխատում։ Մասնագետ, ոնց էր կոչվում, մասնագետ էր։ Վարկային մասնագետ էր 2007 թվականին։ Իմ եղբայրը շարունակում էր աշխատել բանկում 2009 թվականին, 2010 թվականին, 2011 թվականին։ Սերժ Սարգսյանի ամբողջ նախագահության օրոք, երբ որ պարոն Մեսրոպ Մանուկյանը ՀԿ խմբակցության падգամավոր եւ գեներալ Մանվել Գրիգորյանի օգնականն էր, այդ ժամանակ իմ եղբայրը շարունակում էր աշխատել բանկում։ Եթե բանկն էլ հետաքրքիր ասեմ, գովազ չլինի, բայց Ինեկո բանկում էր աշխատում։ 2017 թվականի դրությամբ, երբ որ ես ընդդիմադիր էի, իմ եղբայրը Ինեկո բանկի գործառնական տնօրենն էր եւ վարչության անդամ։ Եվ ստանում էր ավելի բարձր աշխատավարձ, քան դուք հենց հիմա ստանում եք, Տիկին Գրիգորյան։ Հուսով եմ կբարձրանա ձեր աշխատավարձը, բայց երևի էլի չի հասնի այն ժամանակվա իր աշխատավարձին։
2017 թվականին, կրկնում եմ, հեղափոխության նախօրեին իմ եղբայրը աշխատում էր Իգնեկո բանկի գործառնական տնօրեն եւ շարունակել է աշխատել Իգնեկո բանկում մինչեւ 2025 թվականը։ Այդ ընթացքում չի հիմնադրել ոչ մի բիզնես, չի ներառվել որևէ բիզնեսում, շարունակել է աշխատել նույն իր աշխատավայրում, որտեղ աշխատել է 2007 թվականից եւ ամենավերջում զբաղեցնում էր Իգնեկո բանկի մանրածախ բիզնեսի տնօրենի պաշտոնը եւ նաեւ վարչության անդամ էր։ Հետո 2025 թվականին մի բանկից տեղափոխվել է մեկ այլ բանկ, որտեղ իդեպ շարունակում է մի խանգարեք ինձ։ Որտեղ իդեպ շարունակում է զբաղեցնել նույն պաշտոնը գործառնություն չէ, մանրածախ բիզնեսի տնօրեն եւ վարչության փոխնախագահ։ Հիմա մեղադրանքն ինչու՞մ է, որ իմ եղբայրը աշխատել, մի բանկում աշխատել, հետո գնացել է մյուս բանկ աշխատել, մեղադրանքներն է, որ ահա այն մյուս բանկում եթե 5% մասնակցություն ունի պետությունը, ուրեմն շահի բախում կա, որտեղ բացատրեք ինձ։ Հաջորդը էլի ձեր այդ տարօրինակ տրամաբանության։ Հա իմ եղբայրը 20% պետական 25% պետական մասնակցությամբ առևտրային բանկում է աշխատում, Մեսրոպ Մանուկյանի կինն էլ 100% պետական մասնակցությամբ ազգային ժողովում է աշխատում։ Եվ ո՞րն է ձեր տրամաբանությունը։ Եվ ամենավերջինը, Ժորժ ջան, ամենայն հարգանքով չեմ ուզում ձեզ վիրավորել ոչ մի կերպ, բայց ամոթնել է էլի լավ բան։ Ձեր խմբակցության առաջնորդը եւ իր ընտանիքը իրանցից դատախազությունը պահանջում է որպես ապօրինի գույք բռնագանձել $200 միլիոն։ Պարոն Քոչարյանը, Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը, եթե չեմ սխալվում, 21 տարեկանում միլիոնատեր ա եղել։ Եթե սխալվում եմ, կներեք։ Բայց գիտեմ, որ երիտասարդ տարիքում միլիոնատեր ա եղել։ Քավլիցի, ուրախ եմ ձեզ համար։ Բայց միշտ անդրամաբանական է, էլի որ եկեք գալիս ասում եք պարոն Ռուբինյան, ինչա ձեր եղբայրը աշխատում բանկում։ Լավ է, այ քեզի բան։ Ընդ որում այդ որ ասում եք հենց պետական մասնակցություն մտավ սկսեց աշխատել, սխալ եք ասում։ Ամյո բանկում պետական մասնակցությունը սկսել է 2022 թվականին, եղբայրս Ամյո բանկում աշխատում է 2025 թվականից։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ելույթ ունենալով խորհրդարանում անդրադարձավ ազգային ժողովի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի հասցեին հնչող քննադատական մեկնաբանություններին, կապված նրա Թուրքիայում լինելու հանգամանքի հետ, որը ըստ նրա ընդդիմությունը ներկայացնում է որպես ապոկալիպտիկ իրողություն։ Կհիշեք Աննա Մկրտչյանը պատիվ ունեմ խմբակցությունից, էլի պարոն Ռուբինյանի Թուրքիայում լինելու հանգամանքը որպես ապոկալիպտիկ մի իրողություն էր ներկայացնում։ Հարգելի գործընկերներ, ես կարծում եմ, որ դա ձեզ լավ տեղ չի տանել։ Այս ընդհանրապես խորհրդարանի մեկնարկը, նաև նախորդ խորհրդարանի աշխատանքների մեկնարկը այսպիսի մի պատուհան է, որի ընթացքում մենք ձեզ խորհուրդներ ենք տալիս։ Այդ խորհուրդները տալիս ենք անշահախնդիր, այդ խորհուրդները տալիս ենք, որպեսզի դուք դրանցից օգտվեք։ Նախորդ գումարման ժամանակ պատիվ ունեմը եւ Հայաստան դաշինքը չօգտվեցին դրանցից։ Պատիվ ունեմը հայտնվեց, չգիտեմ որտեղ ճիշտն ասած, Հայաստան դաշինքը կրճատվեց գրեթե 3 անգամ իր թվով։ Ու հիմա երբ որ հարցնում եք պարոն Ռուբինյանին արդյոք նա թուրք տեսել է թե ոչ, լավ կլինի նախապես ստուգեք արդյոք ձեր խմբակցության կազմում կան մարդիկ, ովքեր շփվել են օրինակ ադրբեջանցիների հետ, ովքեր շփվել են թուրքերի հետ, որտեղ պարզվում է կա, ու երբ որ պարզվում է, որ կա, հանրության աչքում դա անկեղծ նույնիսկ ձեր ընտրողների աչքում դա երբեք լավ բան չի նշանակում։ Դա չի կարող լավ բան նշանակել, հասկանում եք։ Էլ չեմ խոսում այն մասին, որ օրինակ ես պատկերացնում եմ, որ եվրոպական մայրաքաղաքներից մեկում օրինակ ինչ որ ինտուզիաստներ թարգմանել են մեր ազգային ժողովի նիստը ու լսում են, թե ինչպես է ընդդիմադիր падգամավորը ազգային ժողովի նախագահի թեկնածուին հարցնում. դուք թուրք տեսել եք, շփվել եք Թուրքիա։ Ես վստահ եմ դա լավ կարծիք չի ձևավորում Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի մասին։ Հայաստանի ազգային ժողովի падգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2014 թվականին Իրաքի Սինջար քաղաքում եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը։ Ազգային ժողովի նիստի ընթացքում նման առաջարկով հանդես եկավ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանը։ Ես ուզում եմ խնդրել ձեզ, որ մեկ րոպե լռությամբ հարգել Սինջարի եզդիների 2014 թվականի օգոստոսի 3-ի ցեղասպանության հիշատակը։ Շնորհակալություն։
2014 թվականին օգոստոսի 3-ին նույն այսօրը տեղի ունեցավ մի ողջ ազգի կոտորած այն է ցեղասպանություն 21-րդ դարում եւ սա մեծ աղետ էր եզդիների համար եւ այնինչ տեղի ունեցել 2014-ին դեռ շարունակվում է մեր օրերում եզդի աղջիկները կանայք մեր մայրերը վաճառվում են արաբական շուկաներում եւ մինչև հիմա շուրջ 3000 եզդի կանանց ճակատագիր դեռ անհայտ է, տասնյակ հազարավորները սպանվել են, տասնյակ հազարավոր կանայք շուկաներում վաճառքի են ենթարկվել եւ մինչև հիմա շուրջ 12 տարի անց դեռ գտնվում են ճամբարներում։ 9-րդ գումարման ազգային ժողովի նախագահ ընտրվեց Ռուբեն Ռուբինյանը։ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը տեղեկացրեց, որ ազգային ժողովի 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 91-ը։ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Ռուբինյանի թեկնածության օգտին քվեարկել է 63, դեմ 28 պատգամավոր։ Նշենք, որ ազգային ժողովի Հայաստան խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հայտնել էր, որ խմբակցությունը չի մասնակցի ազգային ժողովի նախագահի ընտրության հարցով անցկացվելիք փակ քվեարկությանը։ Ազգային ժողովի ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն էլ հայտնել էր, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը։ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջարկվել է Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։ Ազգային ժողովի 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 91-ը։ Քվեատուփում արկա էր 91 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել 0-ն։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Ռուբեն Ռուբինյան կողմ 63, դեմ 28։ Շնորհավորում եմ, պարոն Ռուբինյան։ Մեծարգո պարոն Հասանով, իմ եւ բոլորիս անունից շնորհակալություն ենք ձեզ հայտնում նիստերը փայլուն վարելու համար։ Հարգելի գործընկերներ, կրկին շնորհակալություն եմ հայտնում իմ տեխնացությունն առաջադրելու եւ իմ օգտին քվեարկելու համար, սա ինձ համար մեծագույն պատիվ է եւ ես ամբողջությամբ պատկերացնում եմ այն պատասխանատվությունը, որը գալիս է այս որոշման հետ միասին եւ ամեն ինչ կանեմ ձեզ չհիասթափեցնելու համար, հարգելի ընդդիմադիր գործընկերներ, այն փաստը, որ դուք չեք քվեարկել իմ օգտին, ոչինչ չի նշանակում մեր հարաբերություններում, ես պատրաստվում եմ լինել ամբողջ ազգային ժողովի նախագահ։ Շարունակենք թողարկումը։ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում Հայաստանի ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը եւ սեփական իշխանությանը։ Այս մասին ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանում հայտնել է ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հայկ Կոնջորյանը։ Ելույթի սկզբում Կոնջորյանը շնորհակալություն է հայտնել քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը իր թեկնածությունը ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրելու համար։ Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում իմ թեկնածությունը առաջադրելու համար։ Սա չափազանց մեծ պատիվ է, մեծ պատասխանատվություն է, մանավանդ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես ըստ էության Հայաստանի ազգային ժողովում հեղափոխությունից հետո երևի պարոն Հասանովի հետ այն երկու падգամավորներից մեկն եմ, որ առանց որևէ ընդհատումների եղել է 6-րդ, 7-րդ, 8-րդ եւ 9-րդ գումարման խորհրդարանների падգամավոր եւ ես ինձ համարում եմ համոզված խորհրդարանական
եւ շատ բարձր եմ գնահատում իմ թիմի առաջադրումը ինձ այս կարևոր եւ պատասխանատու պաշտոնում։ Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները բացառիկ էին այն բանով, որ սա առաջին ընտրությունն էր Հայաստանի առաջին համապետական ընտրությունն էր անկախ Հայաստանի պատմության մեջ, երբ մենք ընտրությունները անցկացնում էինք խաղաղության պայմաններում։ Եվ մեր գլխավոր ուղերձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հետևյալն էր. Տեր կանգնիր խաղաղությանը։ Որովհետև մենք շատ լավ գիտակցում էինք, որ ժողովրդի քվեարկությունից է կախված խաղաղությունը, ժողովրդի քվեարկությունից է կախված ինքնիշխանությունը, ժողովրդի քվեարկությունից է կախված պետականությունը եւ ժողովրդի քվեարկությունից է կախված նաեւ սեփական իշխանության պաշտպանությունը։ Հատկապես հեղափոխությունից հետո մենք բազմաթիվ դժվարին փորձությունների միջով անցնելուց, հատկապես 44-օրյա պատերազմի արհավիրքների միջով անցնելուց հետո բազմիցս ականատեսն ենք եղել այն իրավիճակներին, երբ որ փորձ է արվել Հայաստանի Հանրապետությունում խլել ժողովրդի իշխանությունը։ Հայկ Կոնջորյանը անդրադառնալով Հայաստան խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, թե Կոնջորյանի կինը 2024 թվականի նոյեմբերին նշանակվել է հայփոստի տնօրեն, որտեղ նա ստանում է 3.6 միլիոն դրամ, նշեց, որ իր կինը հայփոստի պատմության մեջ երբևէ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է, հավելելով, որ կառույցը 100%-ով ինքնաֆինանսավորվող է եւ որ իր կինը եւ հայփոստի մյուս աշխատակիցները պետբյուջեից աշխատավարձ չեն ստանում։ Շնորհակալ եմ, բրավո պարոն Կոնջորյան, 20 րոպե խոսեցիք ամեն ինչի մասին, բացի մամուլում քննարկվող թիվ 1 թեմայից։ Ձեզ ուղիղ տեքստով, փաստերով մեղադրում են քաղաքական կոռուպցիայի մեջ։ Պարոն Կոնջյան, քանի որ դուք գեղախոսության մեծ վարպետ եք, ես առաջարկում եմ նաև մեր լրագրողների համար, որովհետև տեսա, որ այս 2 օրվա ընթացքում շարունակ փորձում են ձեզանից մեկնաբանություն ստանալ, բայց ապարդյուն։ Կարող եք ի վերջո դուք մեզ պատմել, թե ինչպես է ձեր կինը 2024 թվականի նոյեմբերին նշանակվել հայփոստի տնօրեն։ Մեր հայրենակիցների համար հիշեցնեմ, որ այն ամբողջությամբ պետական ընկերություն է։ Ձեր տիկինը ստանում է տարեկան $118,000 աշխատավարձ, ամսական 3.6 միլիոն դրամ։ Համեմատության համար ասեմ, որ Հանրապետության նախագահը ստանում է, եթե չեմ սխալվում, 1.5 միլիոն, Հայաստանի Հանրապետության վարչապետը 1.6 միլիոն է ստանում, այսինքն կրկնակիից ավել շատ է ստանում։ Տեսեք, ԶԼՄ-ներին մրցույթային նիստերի արձանագրությունները չեն տրամադրվում։ Ոչ ընկերության կողմից, ոչ նախարարության կողմից, ինչը ավելի է խորացրել կասկածները, որ ձեր ուղիղ միջամտությունն է եղել հայփոստի տնօրենի պաշտոնում ձեր տիկնոջ նշանակման հարցում։ Հիմա խնդրում եմ մեզ պատմեք, ինչպես է նշանակվել, մինչև այդ որտեղ է աշխատել եւ որն է եղել ձեր դերը այդ նշանակման հարցում։ Իմ կինը հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է երբևէ հայփոստի պատմության մեջ չի եղել տնօրեն, որ ստանա այնքան աշխատավարձ, ինչքան ստացել է իմ կինը։ Իմ կինը երբևէ ամենացածր աշխատավարձ ստացող պաշտոնյան է, այսինքն հայփոստում, այսինքն երբ որ ինքը նշանակվել է հայփոստի տնօրեն, դրանից առաջ նախորդող ժամանակներում, տարիներում, տասնամյակներում հայփոստի տնօրենները ստացել են էականորեն ավելի բարձր աշխատավարձ եւ ինքը գնացել է ու հիմա ավելի ցածր է ստանում։ Այսինքն ձեր հյուսած նարատիվը, որ Հայկ Կոնջյանի կինը նշանակվեց հայփոստի տնօրեն եւ սկսեց ստանալ միանգամից տնօրեն այսքան աշխատավարձ, առնվազն չի համապատասխանում իրականությանը եւ կեղծ թեզ է։
Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքը իրականացվում է ամեն օր եւ երբեք չի դադարում։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Ազգային ժողովի նախագահի խոսքով նախկինում եւս եղել են ժամանակահատվածներ, երբ վերադարձի գործընթացում տեսանելի առաջընթաց չի արձանագրվել, սակայն բանակցային աշխատանքը շարունակվել է։ Գերիների եւ այլ պահվող անձանց վերաբերյալ գիտեք, որ այդ հարցը ամենօրյա աշխատանքի մաս է, այդ ամենօրյա աշխատանքի շնորհիվ է, որ 200-ից ավելի գերիներ այս տարիների ընթացքում վերադարձել են հայրենիք եւ այդ աշխատանքը երբեք չի դադարում։ Դուք գիտեք կամ եթե ուզում եք նկատում եք իհարկե կամ նկատել եք, որ եղել են ամիսներ, երբ որ որևէ շարժ չի եղել, էլի քննարկումներ եղել են նրա մասին, դե որ կառավարությունը բան չի անում, բայց հանկարծ մեկ էլ մի օր վերադարձել են հերթական գերիներ։ Եվ մենք ամեն ինչ անել ենք, որ դա հնարավորինս արագ տեղի ունենա եւ բնականաբար մենք էլ խորհրդարանական մակարդակում ինչպես աշխատել ենք այդ ուղղությամբ, այնպես էլ կաշխատենք։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ռուբինյանին Հայաստանի Հանրապետության 9-րդ գումարման ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Ուղերձում մասնավորապես ասվում է. Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ մաղթում հաջողություններ այդ բարձր ու պատասխանատու առաքելության իրականացման գործում։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը մեր պետականության հիմնարար սահմանադրական ինստիտուտներից է, որի գործունեությունից մեծապես կախված են օրենսդիր իշխանության արդյունավետությունը, խորհրդարանական ժողովրդավարության զարգացումը, սահմանադրական արժեքների պահպանումը եւ հանրային վստահության ամրապնդումը։ Ազգային ժողովի նախագահի բարձր պաշտոնը ենթադրում է առանձնահատուկ պատասխանատվություն խորհրդարանի բնականոն գործունեության ապահովման, արդյունավետ օրենսդրական աշխատանքի կազմակերպման, կառուցողական քաղաքական երկխոսության խթանման եւ պետական իշխանության ճյուղերի միջև սահմանադրական հավասարակշռության ամրապնդման գործում։ Վստահ եմ, որ ձեր պաշտոնավարումը կնպաստի ազգային ժողովի ինստիտուցիոնալ զարգացմանը, խորհրդարանական մշակույթի հետագա ամրապնդմանը եւ այնպիսի որոշումների կայացմանը, որոնք կծառայեն Հայաստանի Հանրապետության պետական շահին, մեր պետականության շարունակական հզորացմանը, ժողովրդավարության զարգացմանը եւ քաղաքացիների բարօրությանը։ Մաղթում եմ ձեզ արգասաբեր գործունեություն, անսպար եռանդ եւ նորանոր հաջողություններ իշահ Հայաստանի Հանրապետության, նրա սահմանադրական ինստիտուտների ամրապնդման, մեր պետականության առաջընթացի եւ ժողովրդի բարեկեցիկ ու անվտանգ ապագայի։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին։ Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում կատարած աշխատանքի համար, նշելով, որ նախորդած 5 տարիների ընթացքում նա վարչապետի աշխատանքային առաջնահերթությունները ուղեկցել է գոհացուցիչ կերպով։ Ես այստեղ եմ նախ պարոն Հարությունյանին շնորհակալություն հայտնելու վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում իր կատարած աշխատանքի համար։ Նախորդ 5 տարիների ընթացքում պարոն Հարությունյանը վարչապետի աշխատանքային առաջնահերթությունները ուղեկցել է գոհացուցիչ կերպով եւ այժմ հաջորդ փուլում Տիկին Մակունցը պետք է ուղեկցի այդ առաջնահերթությունները։ Ուզում եմ պարոն Հարությունյանին հաջողություն մաղթել ազգային ժողովի падգամավորի կարգավիճակում գործունեության ընթացքում։ Պարոն Հարությունյանը 2018 թվականին եղել է կրթության, գիտության, ապա կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար, ապա վարչապետի գլխավոր խորհրդական, ապա վարչապետի աշխատակազմի ղեկավար եւ ես կարծում եմ, որ հրապարակային քաղաքական գործի համար շատ կարեւոր է ազգային ժողովի падգամավորի կարգավիճակը եւ դա մի հանգրվան է, որը քաղաքական գործիչը լավ կլինի, որ անցնի։ Տիկին Մակունցը նույնպես 2018 թվականին եղել է կառավարության անդամ, զբաղեցրել է մշակույթի նախարարի պաշտոնը, ապա տեղափոխվել է խորհրդարան, եղել է իմ քայլը խորհրդարանական խմբակցության ղեկավար, ապա Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան, ապա վարչապետի գլխավոր խորհրդական եւ հիմա էլ պետք է ղեկավարի վարչապետի աշխատակազմը եւ ես համոզված եմ, որ մեր երկու գործընկերները
ինչպես նախորդ կարգավիճակում իրենց շատ էական եւ տեսանելի ներդրումը կունենան Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման գործում։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելուց հետո Լիլիթ Մակունցը Facebook-ի իր էջում գրառում է կատարել. Սիրելի հայրենակիցներ, այսօր ստանձնում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս պատասխանատու առաքելությունը ինձ վստահելու համար։ Նոր կարգավիճակում կներդնեմ առավելագույն ջանքեր շարունակելու ծառայել Հայաստանի Հանրապետությանը, նշել է Լիլիթ Մակունցը։ Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատի կառավարիչը նշանակվել Գարիկ Բոշյանը։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Պապոյանը նաև հիշեցրել է, որ գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա եւ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ ընկերության բաժնետոմսերը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանը եւ պահպանմանը, իդեմս էկոնոմիկայի նախարարության։ Հիշեցնենք, որ Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատի սեփականատերը գործարար Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն էր, որը այս պահին կալանավորված է առանձնապես խոշոր չափերով խարդախության եւ փողերի լվացման հոդվածներով։ Եվ միջազգային լրահոսին ընթառաջ։ Սիրիայի նախագահ Ահմեդ Աշ-Շարան օգոստոսի 3-ին Դամասկոսի ժողովրդական պալատում ընդունել է Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ Այշայբանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև համագործակցության եւ համակարգման ամրապնդման ուղիներին առնչվող հարցեր, մասնավորապես տնտեսական ոլորտում։ Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր, ընդգծելով անվտանգությանը, կայունությանը եւ տարածաշրջանային համագործակցությանը աջակցելու կարեւորությունը։ Միջազգային այլ գլխագրերի առաջարկում եմ ծանոթանալ տեսաշարով։ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան ալ-Սաուդը Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում քննարկել է Պարսից ծոցի գոտում լարվածության նվազեցմանն ուղղված դիվանագիտական ջանքերը։ Այդ մասին հաղորդել է Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունը։ Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ընթացիկ իրադրության կապակցությամբ վերջին իրադարձությունները, ինչպես նաև լարվածության թուլացմանն ուղղված դիվանագիտական ջանքերը։ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարն ընդգծել է Ռիադի ձգտումը շարունակելու տարածաշրջանային իր դերակատարությունը անվտանգության եւ կայունության ապահովման գործում։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններում նոր միջնորդ չկա։ Բաղայիի խոսքով Չինաստանը մտահոգված է տարածաշրջանում հակամարտության սրմամբ եւ անապահովության անկայունությամբ։ Հետևաբար չինացի գործընկերները փորձում են օգտագործել իրենց կարողությունները իրավիճակի սրացումը կանխելու համար։ Այդ առումով Չինաստանը մի շարք այլ երկրների նման օգնում է, հավելել է Էսմայիլ Բաղային։ Խոսելով Պակիստանի միջնորդության մասին խոսնակը նշել է, որ Պակիստանը միջնորդ է Իրանի եւ ԱՄՆ-ի հետ կապված հարցերում։ Կատարը նույնպես օգնում է անհրաժեշտության դեպքում։ Էսմայիլ Բաղային նաև հավելել է, որ Թեհրանը բանակցություններ է վարում Օմանի հետ վերջին 1 շաբաթվա ընթացքում։ Պաղեստինյան Համաս շարժումը հայտարարել է, որ Գազայի հատվածում Իսրայելի կողմից հարձակումների դիտավորյալ սրացումը նպատակ ունի խոչընդոտել միջնորդների, այդ թվում ԱՄՆ վարչակազմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։ Համասը նշել է, որ Իսրայելի կողմից Գազայի հատվածի վրա հանցավոր եւ խելահեղ ռմբակոծությունները ընտանիքներ են ոչնչացրել, կոչ անելով միջնորդներին անհապաղ միջոցներ ձեռնարկել, ճնշում գործադրելու Իսրայելի վրա դադարեցնելու նման գործողությունները։ Համասը նման հայտարարությամբ է հանդես եկել այն բանից հետո, երբ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 19 պաղեստինցի։ Ավելի վաղ Խաղաղության խորհուրդը հաստատել էր, որ Համասը պաշտոնապես պարտավորվել է հրաժարվել իր բոլոր զենքերից, որին կհաջորդի Իսրայելի դուրսբերումը Գազայից։
Մոտ 60,000 մարդ է հարկադրված եղել լքել տները ԱՄՆ Սփոքանի շրջանում անտառային հրդեհների պատճառով։ Կրակն արդեն առնվազն 600 շինություն է ոչնչացրել։ Նահանգի երկրորդ խոշորագույն քաղաքի Սփոքանի շրջակայքում մոլեգնող հրդեհը հանգստյան օրերին արդեն ընդգրկել է 21 քառակուսի կիլոմետր տարածք։ Վաշինգտոնի նահանգապետ Բոբ Ֆերգյուսոնը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է նահանգում ստեղծված իրավիճակը եւ դաշնային իշխանություններին խնդրել է օգնություն ցույց տալ տարերքի դեմ պայքարում։ Ավելի վաղ հաղորդվել է, որ Վաշինգտոնում անտառային հրդեհների դեմ պայքարում ներգրավվել են ազգային գվարդիայի մարտիկները։ Վաշինգտոնի նահանգում հրդեհներն այրել են մոտ 1000 քառակուսի կիլոմետր տարածություն։ Դրանց մի մասը, այդ թվում Սփոքանի մերձակայքում վերահսկողության տակ վերցնելը առայժմ չի հաջողվում։ Առնվազն 4622 տուն է վնասվել Ճապոնիայի Կումամոտոյի պրեֆեկտուրայում երկրաշարժի հետևանքով։ Վերջին տվյալներով 8000-ից ավել մարդ մնում է տարհանման կենտրոններում։ Դրանք կազմակերպված են 21 բնակավայրերի 206 վայրերում։ Զոհված է համարվում 38 մարդ։ Տասնյակից ավելի մարդ վիրավորվել է։ Հուլիսի 28-ին երկրում տեղի ունեցած 7.1 մագնիտուդով երկրաշարժը դարձել է վերջին տարիների ամենաուժգիններից մեկը։ Երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին բացի փրկարարական ծառայություններից մասնակցում է Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի մոտ 4600 մարտիկ։ Մարոկկոյից ավելի քան 1500 միգրանտ հուլիսի 30-ից հետո բժշկական օգնություն է ստացել Իսպանիային պատկանող Սեուտա ինքնավար քաղաքում, սահմանը զանգվածաբար հատելու փորձերից հետո։ Առողջապահության կառավարման ազգային ինստիտուտի տվյալներով միայն օգոստոսի 2-ին բժիշկները օգնություն են ցուցաբերել ավելի քան 460 տուժածի, որոնցից 172-ը տեղափոխվել են շտապօգնության բաժանմունք։ Հուլիսի վերջին տասնյակ հազարավոր ապօրինի միգրանտներ կարողացել էին հասնել Սեուտա լողալով, ինչպես նաև ոտքով, շրջանցելով Մարոկկոյից քաղաքը բաժանող պատնեշը։ Ստեղծված ճգնաժամի ֆոնին Իսպանիայի իշխանությունները որոշել են զինվորականներ ներգրավվել բնակավայրում անվտանգության ապահովմանը աջակցելու համար։ Բացի այդ, առնվազն 72 մարդ է զոհվել փորձելով հասնել Սեուտայի տարածք։ Ենթադրվում է, որ միգրանտների ճնշող մեծամասնությունը արդեն վերադարձել է Մարոկկո։ Շարունակենք թողարկումը։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այսօր խորհրդակցություն է անցկացրել։ Պապիկյանը այդ մասին տեղեկացրել է Facebook-ի իր էջում հրապարակած տեսանյութի միջոցով։ Այսօր անցկացրի խորհրդակցություն զինված ուժերում ծառայության հետագա կազմակերպմանը, կարգապահության բարձրացմանը և ընթացիկ աշխատանքներին առնչվող հարցերի վերաբերյալ։ Տեսանյութին կից գրել է պաշտպանության նախարարը։ Եվ վերջում եղանակի մասին։ Հանրապետության տարածքում օգոստոսի 4-ից 5-ը սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Օգոստոսի 6-ից 8-ը երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 3-ից 8-ը Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժ գնացում։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Երևան քաղաքում օգոստոսի 3-ից 8-ը սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Այս եթերաժամի համար նախատեսել էինք այսքանը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս մինչ նոր հանդիպում։